Կրկին ստուդիայում եք եւ հիշեցնեմ, որ զրուցում ենք աստղաբան էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի հետ մարդու հոգեվոր կողմի աստղաբանության եւ էզոթերիկայի տեսանկյունից մոտ ապագայում Հայաստանի հեռանկարի մասին։ Բազմիցս հայտնվել եք հեռուստաընկերությունում, երկու հաղորդման մեջ եք մեծ դեր խաղացել էքստրասենսների։ Ինչ հասկացաք այդ շրջանում։ Դա ուղղակի պետք էր, ինչու էր պետք, ես էլ շատ չեմ խորանում, քանի որ դա հերթական կարող ենք անվանել փորձ, սակայն մոտ այդ գիտակցությունը փոքր միգուցե ավելի սուր է դրված եւ ավելի գիտակցորեն են վերաբերվում սրան, քան եթե համեմատենք որոշակի մարդկանց։ Այստեղ ես մեծ սխալ արեցի իմիջիալից, որտեղ համեմատություն անելը դա մեզ միշտ տանում է դեպի պատրանքների։ Էքստրասենս բառը մեր մոտ կարծում եմ շատ չհասկացված եւ դեգրադացված վիճակով է ընկալվում, քանի որ ընկալում են ինչ-որ կիսախելագար մարդկանց, ովքեր ինչ-որ կարողություններ ունեն, շատ ժամանակ գուշակ, այսպես ասեմ, որովհետև շատ մարդիկ տեղեկացված չեն եւ չտեղեկացված լինելով շատ հավանականություն մեծ է, որ լինենք խաբված։ Ճիշտ է։ Հետևաբար էքստրասենսը թարգմանաբար, գիտեք, նշանակում է գերզգայուն մարդ, որ ինչ-ինչ կերպով կարողացել է իր մեջ այդ զգացողությունը, ինտուիցիան բացահայտել այն աստիճան, որ կարողանում է եւ կատարել ձևով եմ ես ասում, որ կարողանում է տեսնել անցյալի եւ ապագայի եւ ներկայի տեղի ունեցող բոլոր երևույթները, ըստ այդմ եզրահանգումներ անել եւ անցնել առաջ։ Դա նորություն չէ։ Հնագույն ցիվիլիզացիաներում եգիպտական, շումերական եւ այլն դա քրմերն են եղել, հետագայում կրոնական մարդիկ փորձեցին դա ժառանգել, սակայն այլ դաշտ դարձավ, ինչպես տեսնում ենք, ինչ որ մի փակ խավին էր դա հասանելի, այդ գիտելիքից կամ հիշողությունից ելնելով մարդիկ փորձում են դա վերաիմաստավորել կամ հասկանալ։ Դրա համար մենք այժմ մեր տեսանկյունից մինչև օրս հետաքրքրվում ենք նման մարդկանցով, սակայն մենք բոլորս էքստրասենս ենք, բոլորս մեր մասին գիտենք անսահման գիտելիք եւ կանայք հատկապես։ Այո, տեղեկացված ենք, սակայն այդ գիտելիքից օգտվելու process-ի մեջ խնդիրներ են առաջանում, արդեն մեր զրույցի ընթացքում մենք մի փոքր յուրաքանչյուրին անդրադարձանք։ Յուրաքանչյուրը դուք եք ձեր գոռում, ձեր ուսուցիչը։ Եթե ներսում անկեղծ այդ ցանկությունը լինի, ինքնաճանաչման, միայն ինքնաճանաչման միջոցով կճանաչեք մնացած երևույթները։ Մենք շատ ժամանակ այդ քնած ենք պահում բոլոր կարողությունները, քանի որ ինչ որ մի կերպ, ինչ որ մի եղանակով մեզ համոզել ենք, որ դա մեզ պետք չի, դա մեզ խանգարի, մեզ ինչ որ ասել է, մեզ հերիք է։ Որ ավելի հեշտությամբ կառավարել, հա։ Հա, կոնֆլիկտը միշտ առաջանում է, երբ չկա այդ սիրո կարողությունը։ Երբ չկա սիրո կարողությունը, մենք հիշում ենք տարբեր տեսակ այլանդակ բաներ։ Այդ թվում է էքստրասենսներին, գուշակներին եւ այլ բաներին։ Պետությունները, խոշոր պետությունների եւ կառավարիչները ունեն իրենց կողքին նման այլի հին թեմաները, որ այո, Հիտլերը ունեցել էր աստրոլոգներին եւ այլն։ Ոչ հերքելու, ոչ էլ այդ թեման ինչ որ ծավալելու, մեծացնելու ու փորձեմ ինձ էլ այստեղ ներգրավել, որ այ դուք անկախ ձեզնից փորձում եք իմ էգոյի հետ խաղալ, արթնացնել, որը ամեն դեպքում կարիք չունի արթնացնելու։ Ունեցել է, մենք մինչև վերջ տեղյակ չենք, ունեցել են թե չունեն։ Հիմա էլ ունեն։ Մեզ դա պատմել են։ Մենք մինչև վերջ դրա մասին տեղեկացված չենք, մոտավորապես հետաքրքրություն առաջացնելու նպատակով որոշակի ծրագրեր կան, հաղորդումներ կան, դուք որպես մեդիա դաշտի մարդ, ես էլ որոշակի առնչություն ունեցող, տեսել եք ինչպես է դա կառուցվում, ինչ նպատակ ունի եւ դիտողականության հետ որևիցե խնդիր չկա, եթե դուք էքսգումացիա ցույց տաք որևիցե բան, շատ մեծ դիտողականություն կապահովի ու մարդիկ մեծ հաճույքով կնայեն։ Իրականում արվում է ամեն ինչ, որ մարդը մոռանա իրեն եւ զբաղվի ինչ-որ մի անիմաստ երևույթով։ Եվ դա նորից տանում է նրան, որ հեշտ կառավարվի, այդպես է թե ոչ։ Միգուցե, բայց դա դիտավորյալ չի արվում։ Ոչ միայն большой брат не следит за нами։ Այսինքն վիճակ չկա։ Դուք կանխեցիք իմ հարցը, որովհետև այսպես ես շուտով այդ հարցը պետք է ձեզ տայի։ Արդյոք նման մի կետից կառավարող կամ կառավարելու ծրագիր կա թե ոչ։ Այդ երևույթը ինչ-որ շատ մեծ թափ առաջացավ, եւս դա նպատակը պատրանքային իրականության մեջ մեզ ավելի խրելու, բայց այդ խրում ենք հենց մենք ինքներս։ Ոչ մի ստվերային ուժ չկա, որ մեզ ինչ-որ մեր դեմ ինչ-որ բան անում, մենք պայքարենք։ Արդեն Շվեդիայում երեխաների ձեռքի մեջ եւ այլ մարմնի մասերում չիպեր են տեղադրում։ Շատ լավ, ես էլ բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել տարբեր պետությունների, որ այդ չիպերը չեն տեղադրում, այդ չիպերի մասին տեղակել չեն։ Մենք կենտրոնացնում ենք հենց այն երևույթների վրա, որտեղ այդ չիպներ այնտեղ տեղի ունեցավ, այսինչ արհավիրքը, այսինչ աղետը, եւ մենք մոռանում ենք այն գեղեցիկի մասին, որ մեր շրջապատում է։ Այո, իսկ եթե օրենք ստեղծվի, մշտապես վախի մասին է խոսքը, եթե օրենք ստեղծվի, որ օրենքը քեզ տիպի, այլապես խնդիր կունենաս, ինչպես պարտադրում են անձնագրեր ունենալը։ Դու չես կարող չունենալ անձնագիր, չէ՞, այս դեպքում։ Դու կարող ես հրաժարվել։ Ես կողմնակից չեմ, որ օրենք ընդունվի։ Ասեմ ինչ։ Եթե ընդունվեց, ինչքան էլ կողմնակից։ Ասեմ ինչի, ընդունվեց։ Անգիտակից ապրելը
բերում է պատասխանատվության նվազեցման։ Մարդիկ ստեղծել են տարբեր համակարգներ, կառավարման համակարգ, մեկը մյուսին հետևելու համակարգ, որպեսզի լինեն ապահով։ Ժամանակին դա պետք էր վայրենիներից ապահովելու, կենդանիներից սկզբից պաշտպանվելու, հետո վայրենիներից, հետո չգիտեմ, այսպես ստեղծվեցին ազգեր, պետություններ եւ այլն։ Մարդը մոռացել են ինչ ենք ստեղծել։ Սակայն մենք գնալով, լինելով արդեն բավական տեղեկացված, բավական գիտակից, ինֆորմացիան ավելի հեշտ է մեզ տիրապետել եւ ճշտել, գոնե մոտավորապես։ Մենք եւս շարունակում ենք այդ пассив պարազիտային մոտեցումը ինքնես մեզ հանդեպ։ Մենք մեր պատասխանատվությունը փորձում ենք տալ պետության մեջ գործող տարբեր համակարգների, որ իրենք մեր փոխարեն որոշումներ կայացնեն, մենք պատասխանատվությունը փորձում ենք փոխանցել պետության մեջ գործող տարբեր համակարգների, դա կլինի ոստիկանությունը, անվտանգությունը, սահմանադրական որոշումներ եւ այլ, նույնիսկ հոգեվոր դաշտում մենք ստեղծել ենք այսպիսի մի բան, ինչն է մեղք, ինչն է մեղք չի, ինչն է կարելի, ինչն է չկարելի։ Տվյալ մարդիկ էլ վերցնում են ու որոշում են։ Հետևաբար դուք եք այդ իրավունքը իրենց տալ։ Նրանք էլ իրենց միսիան են կատարում, դա հնարավորինս պատշաճ իրականացնել։ Սակայն, եթե մենք յուրաքանչյուրս գիտակցենք, գիտակից լինենք ընդհանրապես, պատասխանատվություն կրենք մեր հանդեպ, ամեն վարքյան։ Պատասխանատվություն կրել չի նշանակում ինչ-որ բեռ վերցնել, հակառակը։ Մենք բեռերով մեզ շրջապատել ենք պատասխանատվությունից մեզ զրկելով։ Ապա մենք ավելի զգոն կլինենք մեր խոսքերի մեջ, ավելի զգոն կլինենք մեր մտքերի մեջ, եւ ավելի թեթև կապրենք։ Եվ առողջ։ Չենք ծանրաբեռնի ավելորդ տարբեր տեսակ հետաքրքիր ինֆորմացիաներով։ Իրանք կարող են հետաքրքիր, բայց ծանրաբեռնված։ Հեռուստատեսությունը եւ ռադիոն տեսնում եք գոյություն կունենան։ Ինֆորմացիոն տեսակը միշտ իր տրանսֆորմացիան կունենա, կփոխվի։ Միգուցե TV-ն կդառնա ռադիոյի նման, ռադիոն ինտերնետի նման եւ մեկը մյուսի մեջ այսպես ձուլվելով նոր ձևի ինֆորմացիա հաղորդելու պահանջը կլինի, քանի որ շատանում է բնակչությունը, շատանում է ինֆորմացիայի կարիքը եւ որակյալ ինֆորմացիա ունենալու պահանջը, հետեւաբար այն կեղծ եւ պատրանքային լրատվությունը, որ եղել է դարեր շարունակ, պատրանքային ինֆորմացիա, այսինքն կատուն է մեր պատմության մասին, մարդկության պատմության մասին, ինչպես տեղ ունեցել։ Իրեն գնալու բացահայտել է տալիս, քանի որ այն պատկերացումները, այն մոդելը, որ մեզ անընդհատ փորձում են վերաթարմացնել, այլևս չի աշխատում մարդու համար լրիվ անհասկանալի պատճառներից ելնելով։ Բնականաբար որ TV-ն որպես պատկերով հաղորդվող ինֆորմացիա, ռադիոն որպես ուղղակի ձայնային ազդակի վրա իշխող դերակատար իհարկե կունենա իր դերը։ Իսկ արհեստական բանականությունը ինչի կբերի եւ ինչի դրա պահանջը մենք զգացինք։ Արհեստական բանականության շուրջ շատ մտաբախություններ կան, մենք շատ ժամանակ արվեստագետների հետ վախերը տեսել ենք տարբեր տեսակի նույնիսկ ֆիլմերի մեջ, Մատրիցան դա կլինի նույնիսկ Տերմինատոր, մանկության հասակից եկա։ Դա իր նեգատիվ կողմով է արտահայտված, սակայն եթե մենք տեսնենք, մենք խորանանք հոգևոր տեսանկյունից, ապա հենց խոսում, պատմում ենք մեր էգոյի մասին։ Այսինքն արհեստական բանականությունը դա ստեղծված այն արհեստական մոդելն է, ինչպես կալայդերներում ստեղծում են արհեստական փոքրիկ այդ մասնիկների բախումից միկրո տեզերքի ինչ որ մի հատված, որ ուսումնասիրեն, հետեւաբար արհեստական բանականությունը փորձ է վերարտադրել մեր բանականության, մեր խելքի ինչ որ նմանվող մի բան, որ հասկանանք սա ինչ է, որ դրանից ձերբազատվենք։ Սա նույնպես ուղղություն է, բայց եւս կրկնում եմ, սա էգոյից առաջացած մի բան է ամեն դեպքում։ Մենք եթե ուսումնասիրենք հին սրբազան գրականությունը, դա կլինի վեդաները, կտեսնենք, որ այնտեղ խոսում է այն զենքերի մասին, որ այժմ նորագույն են համարվում եւ նույնիսկ դեռ չի ստեղծվել, օրինակ ժամանակային զենք կա եւ այլն, որ դեռ չենք ստեղծել։ Հետեւաբար պարբերաբար դա տեղի ունենում եւ վերանում է եւ տարբեր գիտակցությունների մասին ինֆորմացիա նույնպես այնտեղ կա։ Արհեստական մարդ ստեղծել, կլոնավորել եւ այլն, այդ ամեն ինչը գտնենք Պուրանաներում, տարբեր սրբազան գրվածներում։ Նոր բան չի, սակայն այդ հինը վերարժևորելու եւ իմաստավորելու մի փորձ է։ Այս փորձը կարող է լավ ավարտվել ամեն դեպքում։ Գիտականորեն փորձել հասկանալ այն ինչ որ հոգեվոր դաշտում տեղի ունենում։ Ամեն դեպքում տեսական քվանտային ֆիզիկայում բավական մոտ է այն ամենին, ինչ որ էզոտերիկ բուդդիզմը վաղուց արդեն ասում է։ Այսինքն դա ավելի ֆորմա է ձեռք բերում եւ ավելի абստրակտ վիճակից գոնե հասկանալի է դառնում։ Պարտադիր չի արհեստական բանականությունը ռոբոտի տեսքով լինի եւ այդ ռոբոտները մի օր բունտ անեն մեր դեմ։ Սա հնարավոր սցենարներից մեկն է։ Չեմ կարծում, որ այդքան կխորանա։
Եվ ինչ մասնագիտություններ կվերանան։ Ֆուտուրիստական մոտեցում։ Միգուցե եւ կվերանան ընդհանրապես մասնագիտանալու կարողությունը, նեղ մասնագիտական որակավորում ձեռք բերելու այդ տենդենսը գնալով արդեն վերանում է եւ ժամանակակից աշխարհում իր տեղը գրավելու համար մարդը գոնե պետք է վերանայի իր մոտեցումը, այսինքն ավելի նմանվի վերածննդի շրջանի այն վարպետներին, որոնք այո, սիմբիոզ են կառուցում եւ արդեն տեղեկացված են ամեն ինչից։ Այժմ մասնագիտական կարևոր բազային գիտելիքներ ստանալու եւ կիրառելու միջոցները շատ ավելի հեշտ ու արագ են։ Այս առումով բնականաբար դա կբերի ավելի լուսավոր վիճակի։ Եթե մեր մտադրությունները լուսավոր են, մարդկությանը կարող ենք օգնել միայն ինքնաճանաչ եւ շատ ավելի գիտակից վիճակի հասնելով։ Բայց Կանտը ասում էր ինքդ քեզ չես կարողանում ճանաչել, ինչ է սպասում որ դիմացին եւ առավել եւս աշխարհը ճանաչ։ Կանտն էլ Հեգելն էլ ժամանակին եկան կանգնեցին այն հատվածին, որ չկարողացան շրջանցել իրենց հզոր էգոն։ Նույնը վերաբերում է նաեւ Նիցշեին, որը շատ մեծ թռիչք ապրեց, սակայն այդպես էլ չէր կարողանում ներել կամ հասկանալ Հիսուսին։ Աստղագիտություն, աստղաբանություն եւ էզոտերիկա, որն ավելի գիտությանը մոտ։ Աստղաբանությունը աստղագիտությունից տարանջատվեց շատ արհեստականորեն, պես մարդկության են վերնախավի հայացքից դուրս արագ, ասես միանգամից անջատեցին, ասի մենք սենց ենք։ Արհեստական բախումներ ստեղծվեց եւ այն կողմից եւ այն կողմից, որը անիմաստ երևույթ եմ ես ինքս համարում, աստղագիտությունը, այսինքն տիեզերքի ֆիզիկական բնութագրերը եւ այլն ասում ինչ ուսումնասիրելու այդ մոտեցումը եւ աստղաբանությունը, որ ավելի հոգեվոր տեսանկյունից էներգետիկ նուրբ դաշտերում է նույնը ուսումնասիրում, անբաժան են։ Երբ որ մենք New Horizon-ից ինֆորմացիա ենք ստանում, որ Պլուտոնը մոլորակային համակարգ է, չնայած որ շատ փոքր է, նույնիսկ մեր լուսնից էլ փոքր է եւ ունի 5 բնական արբանյակ, մոլորակային համակարգ է, չէ՞ ուրեմն։ Բայց այնտեղ մեզ աստղագետները ասում են, որ չէ, դա մոլորակ չի կարող լինել, որովհետև շատ փոքր է եւ դա իր ազդեցությունը ունի նաեւ աստղաբանության մեջ։ Եթե Պլուտոնը ստանում է իր նոր բնութագիրը, նոր ձևը, ապա ազդում է նաեւ այն զոդիակային նշանների վրա, որը կրում է Պլուտոնի ամիջական ազդեցությունը, օրինակ կարիճն է։ Հասկանում եք, մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Աստղաբանության մեջ կան ֆիկտիվ մոլորակներ, դրանք առերևույթ չկան, բայց իրենց էներգետիկ զոնաները դասավորված են մեր արեգակնային համակարգում։ Աստղագետի համար դա ծիծաղելի աբսուրդ մի երևույթ է։ Իսկ ժամանակին դա այդպես չէր։ Ասում է, որ 2000 տարի լուսատարի այն կողմ մենք հայտնաբերել ենք մի մոլորակ, որտեղ ջուր կա եւ նման է երկիր մոլորակի օրինակ։ Դա աբսուրդ է, որովհետեւ ինչից ելնելով, ինչ ռադիացիոն, ինչ որ ճառագայթ ուսումնասիրելով մենք 2000 լուսատարի, դուք պատկերացնում եք այդ տարածքը։ Եթե մարմինը մի տարի լույսի արագությամբ գնա, դա 1 լուսատարին է, 2000 լուսատարի այն կողմ մենք տեղ ենք։ Դուք տեսնում եք արդեն մեռած լույս։ Նույն աստղագիտական տերմինոլոգիայով ասեմ։ Այսինքն շատ դեպքերում արհեստականորեն պահելու համար գիտությունը ստեղծվում են լեգենդներ, միֆեր, որ արդարացնեն ուղղակի իրենց լինելը։ Իսկ սա առաջացավ այն կարևոր ջրբաժանում, երբ լուսավորչության շրջանում վերածնունդ էր ապրել Եվրոպան եւ այլն, եւ մի այսպիսի ուղղություն էր ստեղծվել, երբ գիտությունը ու արվեստը միաձուլված էին։ Սկզբից արվեստը գիտությունից արհեստականորեն անջատվեց, հետո նաեւ այսպես անջատվեցին։ Եվ մեզ պատմում են դպրոցներում միգուցե տգիտության հետևանքով ընդհանուր, որ փիլիսոփայության մաս էր բժշկությունը, գիտեք, այսպես աստղագիտությունը եւ այլն, դա ընդհանուր փիլիսոփայություն, հետո մարդիկ զարգացան, սկսեցին տարանջատվել, դից բան չկա։ Հիմա տեսնում ենք բժշկությունը ինչպիսի դեգրադացիա է ապրում, աստղագիտությունը ինչպիսի դեգրադացիա է ապրում, յուրաքանչյուր անջատված գիտություն ինչպիսի դեգրադացիա է ապրում, չեն ընդունում արևմտյան պես մոտեցումով, սակայն ելի չընդհանրացնենք, որտեղ նույն Եվրոպայում, նույնիսկ ԱՄՆ-ում արդեն վերանայվում են արժեքները։ Մենք ենք մեզ փորձում հիշեցնել, լինելով նախկին կայսրության փլատակների վրա ձևավորվող նոր պետություն, այդ բաներով դեռ ապրում ենք այդ հիշողություններով, աշխարհը մեծ թափով առաջ է գնում։ Երբ բժիշկները սկսեն վերանայել Ավիցեննայի օրինակ տրակտատները, երբ տիբետյան բժշկությունը, որը արդեն գնալով իր հեղինակավոր դիրք ունի եւ վերանայվի այն մոտեցում ընդհանուր կոմպլեքսային, որ միկրոկոսմ եւ մակրոկոսմ գոյություն ունի, երբ բժշկությունը անջատվի այդ առևտրական վիճակից, որ շահ չունենա հիվանդ ունենալու, այդ ժամանակ մեծ առաջընթաց կունենա։ Իսկ դա այսպես թե այնպես կլինի։ Փորձությունից որ մեր սխալների եւ տառապանքի վրա ավելի արագ ենք ձերբազատվում ամեն տեսակ ավելորդ երևույթներից եւ սա նույնպես դրա հետ է կապված։ Вообще հեղափոխության մասին ձեր կարծիքը շատ հետաքրքիր է, որպես էզոտերիկ։ Դուք սպասում եք նման փոփոխության 2 տարի առաջ։ Հեղափոխությունը տեղի ունեցավ մարդկանց մեջ։
միանգամից եւ անսպասելի։ Սա այն երևույթն է, երբ բարձ երկնքում ամպրոպ կոչված եւ այլն ինչ որ մենք ծանոթ ենք։ Շատերը քաղաքագետներ միշտ ասում են, որ կայսրությունները հասնելով ինչ որ իրենց գագաթնակետին հիմնականում իրենց զարգացման միանգամից փլուզվում են ժողովրդի դժգոհությունը, չգիտեմ, այսպես լաբեր բաներ, բայց ինչպես տեսանք, երևույթներ կան, որ դուրս են այս ամեն տեսակ պայմանավորվածությունից եւ որոշակի ժամկետ կա եւ լառանալուց հետո այլևս այդ գործողությունները իրենց սպառում են։ Մեկ էլ այնպես են գործում, որ նույն կերպ ցիվիլիզացիաներ անցնում են ջրի տակ, ջրից բարձրանում են, այսպես հասկանում եք, հենց մեր խնդիրները առաջացավ, այդ փոփոխության լուծումն էլ հետն էլ առաջացել։ Ֆորմալ դրսևորումը տվեց դրան։ Նկատի ունեք կանխատեսելի թե չէ դատայով եւ այլն։ Եթե դուք ավելի ուշադիր հետևել եք ասուլիստներին եւ այլն, նմանատիպ ակնարկներ եղել են։ Նույնիսկ 2-3 տարի առաջ, երբ ասվել է, եթե որոշակի կտրուկ քայլ չարվի, ապա մենք հետագա 20-25 տարին շատ հարցական կլինի եւ այլն։ Նմանատիպ տեսանկյունից, այո, բայց որ միանգամից զգաս, հասկանաս ինչ է փոխվում, ոչ եւ դրա կարիքն էլ չեմ զգում, որովհետեւ այդ process-ները դեռ շարունակվում են։ Վիճակին քաղաքականությունը դա բավական նյութականացված երևույթ է եւ ինչպես կրկնում եմ, մեր պատասխանատվությունը տվել ենք որոշակի խմբին կառավարական, որը ինքը պետք է մեր փոխարեն որոշի։ Երբեք կառավարական ուժը չի որոշում անհատի ինչպեսին լինելը։ Միգուցե Թավշյա հեղափոխության գլխավոր մեսիջներից մեկն էլ սա էր, որ յուրաքանչյուր անհատ որոշում է թե ինչպեսի կլինի իր անձնական իրականությունը։ Եթե նախկին ռեժիմը, եթե դա անվանենք, որոշակի խնդիրներ կային, երբ մարդկանց ուղղակի ասում են, ոչ մի բան, ինչ էլ անես, դա պետք չի անես։ Մենք կոտեղը կմտածենք, կանենք, կորոշենք, չես ուզում գնա։ Այս մոտեցումը արդեն չկա։ Հետևաբար նախկինի նման պահանջներ ներկայացնել, որ արի ինտերես հենց արա եւ այլն, ինչպես անի։ Ինչպես արվեստագետի կամ այլ դաշտի հարցեր լուծի պետությունը, եթե ինքը պետական համակարգ է, ինքը պետք է ուրեմն հարկերը շատացնի, մի հանձնաժողով ստեղծի, հանձնաժողովը որոշի, իրենց փոխարեն իրենք ոնց պետք է ապրեն։ Կատարել աբսուրդ է, ճիշտ է։ Այստեղ հետաքրքիր է, որ աստղաբանից եք լսում սա, բայց ապագան դեռ չկա, անցյալն չկա։ Ներկայում ենք մենք ուժեղ, ներկայում ենք մենք ուժ ունենք։ Եթե մենք որևիցե ակնկալիք ունենանք, իսկ ակնկալիքը սովորաբար միտված է դեպի ապագային, միշտ դա մեզ հիասթափացնելու է։ Միշտ մենք լինելու ենք կոտրված, թույլ ենք զգալու եւ դա կարա բերի նաեւ զոհի կարգավիճակի եւ հետեւաբար եթե մենք ուզում ենք ինչպեսին որ ուզում ենք տեսնել Հայաստանը, ապա այդ լավը հենց հիմա պետք է իրականացնենք։ Ներկա պահին խոչընդոտող դաշտ չկա, արգելող դաշտ չկա, հոգեբանորեն լարվածություն չկա։ Ազատ են շատ հնարավորությունները գնալով ընդլայնվում է։ Տարածաշրջանային ազդեցությունը երբեք չի խանգարել կտրուկ քայլ անելու համար։ Զարգացման նկատի ունեմ ու բարեկեցիկ ապրելու համար։ Հետևաբար այն ինչ որ ուզում եք որ լինի 5 տարի հետո հենց հիմա եկեք անենք։ Կտրելով մեզ արհեստական զբաղվածության պատրանքից։ Նստելով մտածելով թե ինչ է կատարվում Ավստրալիայում կամ Իրանում կամ չգիտեմ որտեղ, մենք կտրվում ենք առօրյայից։ Մեր առօրյա հնարավորությունների մեծ բազայից։ Հաղորդման վերջում 3 հատուկ հարց եմ հնչում։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանի համար։ Սկսեմ լոգիկայից, անցնենք ինտելեկտուալ դաշտից, անցնենք յուրաքանչյուր կրիզիսային, անցումային կամ նոր ռեստարտ սկսելուց առաջ, եվրոպական երկրների, Ֆրանսիայի, Բրիտանիայի օրինակից ելնելով, դրանց փոփոխություններից հետո կամ առաջ սկսվում են մշակութային փոփոխությունները։ Արվեստի վերաիմաստավորում, արվեստի դերակատարման մեծություն։ Դա բերում է գիտության կտրուկ վերաթարմացման աճի, մարդու ներքին բավարարվածության գիտակցմանը, որը ոգեշնչում է եւ բերում է նոր ասպարեզների բացահայտման։ Մենք բացահայտել ենք, որ բավական թույլ մշակույթ ունենք։ Արվեստը մեր համար դեռևս մնում է ինչ-որ վերացական մի բան, որը մեզ բացարձակ պետք չի, ճակերտներով եմ ասում, քանի որ մարդիկ մտածում են, որ մեր համար կարևորը սոցիալական լավ վիճակն է։ Սոցիալական վիճակը մեր վատ չի, շատ լավ է եւ ավելի կլավանա, եթե մենք ներմուծենք այդ մեդիտատիվ կարողությունը։ Իսկ դա կարող ենք մելուծել միայն ճշմարիտ եւ նվիրյալ արվեստագետներ ստեղծելով եւ դա կիրառության մեջ մտցնելով։ Դրա եղանակները կան։ Դրա արտահայտման ձևերից մեկը նաեւ տուրիզմն է, էզոթերիկ տուրիզմը ինչալոց, որը կբացառի ամեն տեսակ հակազդեցություններ, ինչպեսին օրինակ պրոստիտուցիան, նարկոմանիան եւ այլն, որը սովորական տուրիզմի մեջ իր անխախտ դեր ունի, հա։ Այս դեպքում ինտելեկտուալ դաշտի վրա շեշտ է դրվում։ Դա ինչ նկատում եք հանդիպումներ, սեմինարներ, կուրսեր։
Ոչ միայն, դա ամենամակերեսային շերտն է։ Վերաժողովելու մեր պատմությունը, մեր դերակատարությունը, այն ցիվիլիզացիաները, որոնք ազդել են մեր վրա, ինչպեսի ժառանգություն ունենք, ինչ անենք դրա հետ, ինչպես նոր մշակույթ ստեղծենք այդ հիմքի վրա, կուլտուրայի նոր մակարդակի առաջ անցնելու սիմբիոզ ստեղծելու ժամանակակից մշակույթի հետ, ժամանակակից տեմպերով դա տանենք, ոչ թե մենք այնքան լավն ենք, մենք այնքան հին ենք, այդ տեսանկյունից չէ։ Շատ լավ, իսկ ՀՀ քաղաքացու համար ինչ է պետք։ Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում։ Մենք բավական տարբեր թեմաների անդրադարձանք, մեզ անհատներն են ամեն դեպքում լսում։ Յուրաքանչյուրը իր մի ինչ-որ մի սերմ յուրաքանչյուրի մեջ կընկնի մեր զրույցից ելնելով։ Հետևաբար մի գոնե հատված էլ վերցնելով ամեն դեպքում շատ մեծ հույս եւ հավատ ունեմ, որ ինքնաճանաչման այդ կայծը չի մարի եւ դա ավելի կուժեղանա, հետևաբար ինքնագիտակցումը կբերի ավելի մեծ պատասխանատվության, ճիշտ ձևով եւ դա էլ կբերի անհատի անհատական երջանկություն, որը կազդի ընդհանուր երջանկության դաշտի վրա։ Իսկ եթե հանդիպեիք Վանգայի կամ Նոստրադամուսի հետ, ինչ կհարցնեիք կամ ինչ կասեիք։ Բեթհովեն։ Ինչու հենց իրեն ընտրեցիք։ Որովհետեւ ես այդքան հակված չեմ ինչ-որ տես պատմական պերսոնաժների վրա շատ ֆիքսվելու, բայց Բեթհովենը այն յուրահատուկ ոգին է, որ շատ ուժեղ ես կարծես թե զգում, ինտուիտիվ ուժեղ ես զգում եւ այն ամենը ինչ որ տեղի ունեցավ իր հետ, իր ստեղծագործական այդ խորքի հետ, մի փոքր հարազատ է եւ երբ որ չես լսում ու երաժշտություն ես ստեղծում, երբ որ անջատված ես այդ ամբողջ աղմուկից եւ այդ ներքին խաղաղությունն ես զգում, ներքին երաժշտությունն ես զգում, այն ինչ որ հյութագորասը կանվաներ մուզիկա սֆեր, հետաքրքիր կլիներ ուղղակի Բեթհովենի հետ միասին լռել։ Հարցը չէ դա։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Քննարկվող թեմաներից յուրաքանչյուրն այնքան ծավալուն է, որ նույնիսկ մի քանի հաղորդում բավական չի լինի։ Այսօր փորձենք կանգ առնել այստեղ։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ այլ արդի եւ կարևոր թեմաներով։ Լսեք մեզ յուրաքանչյուր երեքշաբթի եւ չորեքշաբթի ժամը 18:00-ին Լոս Անջելեսի ժամանակով։ Իսկ մեր հաղորդումներին եւ լուրերին կարող եք հետեւել Social Armenian Radio-ի կայքում, ինչպես նաեւ YouTube-յան եւ Facebook-յան պաշտոնական էջերում։ Ամենայն բարիք։